երևի 2 ամիս առաջ ես մի էջի հանդիպեցի, անունը հիմա չեմ հիշում, երևի բոլորը տեսել եք, այնտեղ ռուս երիտասարդները, ռելոկանտները, այսպես կոչված, ինչ որ թիմ են ձևավորել եւ մաքրում են Երևանում տարբեր վայրեր, աղբից դարերով, կարելի ասել, մոտ 20-25 տարվա աղբից ու ինչ որտեղ ուրախացա, որ այդպիսի նախաձեռնություն կա նաև Երևանում, հետո ամաչեցի, ինչու, որովհետև հասկացա, որ ուրիշի աչքերով մենք իրականում ապրում ենք կեղտի մեջ եւ այդպես էլ ձևավորվում է իրենց մոտ մեր մասին կարծիք։ Եվ հետո երկար մտածելուց հետո շրջում էի քաղաքով, կոնկրետ Կոմիտասի պողոտայով եւ հասկացա, որ մեր միջավայրը ամբողջությամբ կեղտոտ է, բառից բուն իմաստով, ծառերի տակ ծխախոտի մնացորդներ են, տոպրակներ, կոնֆետի, բաժակներ, տարբեր տեսակ պլաստիկե, շշեր եւ չասեմ էլ ինչ կա, որը որ չգիտես ինչու շատ հեշտությամբ հայտնում է գետնին։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ լավ այդ մարդիկ, որ շպրտում են այդ ամեն ինչը, ինչ են մտածում, որ հողը, հայրենի հողը պետքա ընդունի այդ ամեն ինչը։ Թե կան մարդիկ, որոնք պետքա օրնի բուն մաքրեն այդ քաղաքի այդ հատվածները, հիմնականում այն հատվածները, որտեղ կա հողի շերտ։ Սա իրականում ամոթ է։ Ես սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, ամոթ է, ես կյանքում չի եղել, որ մի ինչ որ բան նետեմ գետնին եւ ինձ իրավունք են վերապահում, որպեսզի սրա մասին խոսեմ։ Իրոք ամոթ է, որովհետեւ երևի հայրենիքի հանդեպ սերը հենց այդտեղից է սկսում, հասկանում եք, երևի այդ մաքրությունը պահպանելը ինչ որ սիրո նշան է հայրենիքիդ, եւ եթե մաքուր է հայրենիքդ, դու ավելի շատ ես սիրում հայրենիքից ու պատրաստ ես նրա համար ամեն ինչի, ապրելու, հարարելու այդ հայրենիքում եւ շենացնելու այսքանը